Դիլիջանյան բնապատկերներով շրջապատված Թուֆենկյան համալիրում անցկացվեց մի փառատոն, որն ուներ պարզ, բայց խոր իմաստանուն՝ բոլորով։ Փառատոնի նպատակն էր մեկտեղել մարդկանց հանուն մեծ գաղափարի, աջակցել Դիլիջանի նոր եկեղեցու կառուցմանը։ Ձեռագործ իրեր, վարպետության դասեր, երաժշտություն, նկարներ ու խաղարկություն, հնչյուններ, գույներ ու մարդիկ։ Օրվա բոլոր գործողություններն ուղղված էին մեկ նպատակի՝ շարունակել կառուցել այն եկեղեցին, որի հիմքերը տարիներ առաջ դրել էր Ռուբեն Վարդանյանը։ Փառատոնը կազմակերպել էր Դիլիջանի համայնքային կենտրոնը, ընդգրկելով մշակութային բազմաբովանդակ ծրագիր։ 2025 թվականի մայիսի 25-ը Դիլիջանում սկսվեց Կիրակնօրյա պատարագով։ Պատարագին հաջորդեց համատեղ աղոթք, ուղղված մեր գերիների ազատությանը, ովքեր գտնվում են Բաքվում։ Եվ ինչպես գիտեք, այսօր պարոն Վարդանյանի ծննդյան տարեդարձն է, ով արդեն երկրորդ տարին իր տարեդարձն անց է կացնում անազատության մեջ։ 2021 թվականին Ռուբեն Վարդանյանի Դիլիջանի զարգացման ծրագրերի շրջանակներում մեկնարկեց Դիլիջանի եկեղեցու կառուցման նախագիծը։ Պետք է նշեմ, որ այո, ընտանիքը թեկուզ այս պայմաններում շարունակում է աջակցել եկեղեցու կառուցմանը, բայց մենք գտնում ենք որպես քաղաքացիներ, որ մեր մասնակցությունը այդ գործում շատ կարևոր է, որովհետև ստեղծվում է բոլորիս կողմից երկար տարիներ սպասված հոգևոր օջախ։ Տաղավարներում գունեղ ձեռագործ իրեր են, մի անկյունում գեղանկարներ, մյուսում վարպետության դասեր։ Փառատոնի հյուրերին երաժշտական ողջույն էր բերել նաև Nexus խումբը։ Ընդհանրապես Դիլիջանի հետ մենք ամուր կապեր ունենք եւ մենք միշտ ձգտում ենք պահել կապը Դիլիջանի ստեղծագործ համայնքի հետ եւ ուրախ ենք այսօր այստեղ գտնվել։ Փառատոնի ամենախորհրդանշական պահը միասնության փազլի հավաքումն էր։ Մինչ օրվա ավարտը հավաքվեց 24 կտորից բաղկացած Դիլիջանի նոր եկեղեցու պատկերը։ Յուրաքանչյուր կտոր, որ ձեռք էր բերվում սիմվոլիկ նվիրատվությամբ, ուղղվում էր եկեղեցու կառուցմանը։ Ինչքան որ բարերարներ կան, ինչքան որ մարդիկ կան, ովքեր իրենք ցանկություն են գումարներ տալու, բայց շատ կարևոր որ նաև ժողովուրդը ինքը գիտակցի, որ այդ եկեղեցին իր սեփականությունն է, իր հավատացած Աստծո համար է կառուցում։ Մենք հիմա ժամանակավոր տարածքի մեջ եկեղեցի ենք սարքել, այնտեղ ենք մեր աղոթներ անում, պատարակներ, արարողությունները, բայց շատ կարևոր Աստված իր փառավոր տուն ունի, ինչպես որ ամեն մարդ ձգտում է իր տուն ունենալ, իր տան մեջ փափուկ ու գեղեցիկ կյանք ունենալ, այնպես էլ պետք է քո պաշտած Աստծուն վայելած տուն ունենաս եւ կարծում որ այս եկեղեցու շինարարությունը իր կառուցումը թե վերջացնենք ավարտին հասցնենք, մեր քաղաքի միասնության խորհրդանիշը պիտի դառնա։ Բոլորով փառատոնը եւս մի առիթ էր բնակիչների համար մասնակից լինելու համայնքի համար կարևոր նախագծի իրականացմանը։ Այն նաեւ ցույց տվեց, որ համայնքային համախմբվածությունը իրական աջակցություն է։ Բոլորիս երազանքը, քանի որ ուղղված այդ եկեղեցին ունենալուն, այսօր բոլորս մեր ջանքերը պետք է դնենք հենց այդ եկեղեցու կառուցապատման վերջնական արդյունքը ունենալուն, որ մեզնից յուրաքանչյուրն այդ եկեղեցու կառուցման դրա շարունակականության պահպանման մեջ իր ներդրումը պետք է ունենա։ Թերևս համայնքի հոգևոր վերածնունդը յուրաքանչյուր դիլիջանցու պարտք պետք է լինի, կարծում եմ, ու այն ջանքերը, որ մենք դնում ենք եւ այն արժեքները, որ պետք է մեր մեջ սերմանենք այդ հոգևոր վերածնդի առաջխաղացման համար, պետք է մեզ համար լինի առաջնահերթություն։ Եկեղեցու պատերը թեպետ դեռ լիարժեք կանգուն չեն, բայց հիմքերն ամուր են մարդկանց համերաշխությամբ, հիշողությամբ, երախտագիտությամբ։ Եվ քաղաքն այսօր վստահացում է, կառուցում ենք բոլորս բոլորով։ Ցանկացողները կարող են աջակցել եկեղեցու կառուցմանը նվիրատվություն կատարելով բոլորով.am հարթակի միջոցով։